մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի մենք չենք կպնի, որովհետև դա մեր քաղաքական ինքնությունն է։ Դա մեր քաղաքական ինքնությունն է։ Մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ ընտրությունները կեղծված են եւ դա հիմնարար խնդիր է։ Չէ՞ որ 2018-ից ի վեր ամենժամյա ռեժիմով հայ ժողովրդին ասվում էր, թե իբր ընտրությունների կեղծման շեմը հաղթահարված է, եւ անգամ բազմաթիվ ապօրինությունների, կոռուպցիայի, քաղբանտարկյալների եւ հայրենահանձնման ֆոնին հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել։ Հիմա մենք առնվազն 30 տարով հետ ենք ընկել, երբ հասարակությունն այլևս չի հավատում ընտրության միջոցով իշխանափոխության մեխանիզմին։ Նրանք, ովքեր ընտրությունները կեղծում են, Վահագն Հովակիմյանները եւ նրա տերերը, պետք է հասկանան, որ այդ կեղծումն արմատական հետևանքներ ունի։ Եթե դուք ձեր հասարակությանն ասում եք, որ նա այլևս ընտրությամբ չի կարող իշխանություն ձևավորել, հասարակությունը հարցնում է, այդ դեպքում ինչպես պետք է իշխանություն ձևավորեն։ Պարագլուխը փորձում է սադրել ընդդիմադիրներին եւ իր հետ անհամաձայններին կոչ անելով հեղափոխության։ Այս անձը մինչև վերջ չի հասկանում, որ իր այս կոչը հենց իր համար ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ի վերջո մի օր բումերանգը վերադառնալու է։ Պարագլխին հավանաբար թվում է, որ հիմա հասարակությունը ընկճված է եւ փողոց դուրս չի գա, բայց նրա այդ հրավերը մարդիկ, եթե այսօր էլ չընդունեն, համբերատար սպասեն եւ միգուցե դրան արձագանքեն օրինակ 3 ամսից, սեպտեմբերին։ Ով գիտե ինչ կարող է լինել մինչև այդ։ Մարտահրավերը կարող է շատ անսպասելի լինել, օրինակ Տիգրան մոտալոտ հանձնումը, որը Փաշինյանն արդեն ազդարարել է որպես իր հերթական պարտավորություն։ Հիշենք, որ 2 տարի առաջ Տավուշի գյուղերի հանձնումը հանգեցրեց բազմահազարանոց սրբազան շարժման, հիմա էլ նույնը կարող է լինել։ Կամ էլ օրինակ, երբ հուլիս-օգոստոս ամիսներին հայկական գյուղմթերքը 100 հազարավոր տոննաներով փչանա եւ չարտահանվի։ Ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանն արդեն հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի հետընտրական համախմբման գործընթաց է սկսում։ Թե այդ գործընթացը ինչ ծավալներ, ձևեր ու բովանդակություն կարող է ստանալ, առայժմ դժվար է ասել։ Հիմա ոչ թե նախընտրական ակնկալիքների, այլ հետընտրական քարերը հավաքելու ժամանակն է։ Հետևաբար ընդդիմության առաջատար ուժը պետք է հստակեցնի, թե հատկապես ինչ ձևաչափ է պատկերացնում, ինչ առաջարկ է անում մյուս քաղաքական ուժերին, իր ընտրողներին եւ առհասարակ հայ ժողովրդին։ Ընդդիմադիր համակարգող մարմնի ձևավորումը հերանեկարային եւ ճիշտ գաղափար է։ Ընդդիմության մեխանիկական միավորումն իհարկե անհնար է եւ անիմաստ, բայց որոշակի կոալիցիայի ձևավորման կարիք կա։ Այսինքն կազմակերպություններից յուրաքանչյուրը մնում է պահպանելով սեփական սուբյեկտայնությունը, բայց խելամտորեն համագործակցում են։ Հասարակությանը պետք է պատրաստել իր ձայներին տեր կանգնելուն։ Այսինքն այն, որ ընտրությունը հարթ չէր անցնելու, պետք է լինելու հետընտրական զարգացում, պետք է լինելու փողոց։ Դրա մասին մշտապես խոսվել է, այսինքն դա էր անհրաժեշտությունը, այսինքն բավական չէր միայն ընտրատեղամասերում արդյունք ունենալ, գրանցել մարդկանց պետք է նաև պատրաստել այդ հետընտրական զարգացումներին, այսպես կոչված պլան B-ին, որը իրականում պլան A պետք է լիներ, այսինքն պետք է ընդդիմությունը ի սկզբանե հասկանար, որ ընտրությունները կեղծվելու են եւ մշակել գործիքակազմ այդ կեղծիքների դեմը առնելու եւ ձայներին տեր կանգնելու համար։ Այս ամենը տեղի չի ունեցել, հիմա է փորձում կազմակերպել ինչ-որ միավորումներ, ձևավորել եւ այլն։ Հիշենք, որ ընտրարշավին մասնակից էր 18 քաղաքական ուժ եւ անցողիկ շեմը հատեց 4-ը, այդ թվում ԲՀԿ-ն, որից մանդատները պարզապես գողացվեցին։ Բայց մնացյալ 14 ուժերը նույնիսկ մոտ չեն եկել ընտրական շեմին։ Ասենք նրանցից ինչ որ մեկը 3.8 կամ 3.9% չի հավաքել։ Այդ 14-ից 5-6 ուժեր վարչախմբի արբանյակներն են, բայց մնացյալ 7-8 ուժերը իրապես ընդդիմադիր են։ Եվ եթե նրանք ժամանակին իսկապես կարողանային որոշակի կոնսոլիդացիա իրականացնել, գուցե մենք այսօր ազգային ժողով մտած եւս մեկ ընդդիմադիր ուժ ունենայինք։ Ցավալի է, որ նրանցից յուրաքանչյուրն ի վերջո գնաց սեփական առաջնորդության եւ ոչ թե Փաշինյանին իշխանազրկելու մեծ խնդրի հետևից։ Նրանք բոլորն այս ընտրարշավին վերաբերվեցին որպես սեփական ուղերձները տեղ հասցնելու միջոց, փոխանակ խնդիր դնեին լայն միավորում ստեղծելու եւ այդպիսով 4%-ի շեմը հաղթահարելու։ Պետք է հաշվի առնել, որ այդ ուժերը միասին վերցրած առնվազն 150,000 ընտրողի աջակցություն են ստացել եւ դա շատ լուրջ թիվ է։ Սամվել Կարապետյանն էլ հետընտրական առաջին մեծ հարցազրույցում խոսեց նախընտրական մեծ ընդդիմադիր դաշինքի չձևավորման աղետալի հետևանքների մասին։ Եթե իսկապես ձևավորվի ոչ թե կոալիցիա, այլ ընդդիմության համակարգող խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր ուժ պահպանում է իր անկախությունը, այդ մարմինը կարող է մինչև 700,000 ընտրողի ներկայացնել, որը մոտավորապես նույն թիվն է, ինչ Փաշինյանին տրված ձայները։ Ավելին, Փաշինյանի ձայներից պետք է հանել ահաբեկման եւ ընտրակաշառքի ազդեցության տակ տրված քվեները։ Հմտորեն գործելու դեպքում ծանրության կենտրոնը ժամանակի ընթացքում կարող է տեղափոխվել այստեղ։ Կարելի է պատկերացնել, որ այդ համակարգող խորհուրդը կարող է լինել այլընտրանքային խորհրդարան։ Ազգային ժողովում Փաշինյանին կարելի է թողնել իր ՔՊԱ-կան կամակատարներով նիստերի կիսադատարկ դահլիճում, զուգահեռաբար ձևավորել այլընտրանքային հանրային խորհրդարան։
պետքա մենք մի հատ այդ մտածողությունից դուրս գանք, որ ոչ արդար ընտրությունը մենակ լցոնումով է, չէ, այդպես չի։ Լցոնման էջը փակված է, բայց հիմա տեղի են ունենում շատ ավելի քողարկված, շատ ավելի լկտի, ցինիկ ընտրախախտումներ։ Ի վերջո, եթե Սահմանադրական դատարանը օրինակ որոշի 3 տեղամասերում վերաքվեարկություն նշանակել եւ դա անցնի առանց ճնշումների ու խելամիտ արդյունք տա, օրինակ Բարգավաճ Հայաստանը ի վերջո անցնի խորհրդարան եւ սեփական խմբակցությունը ձևավորի, կարելի է մտածել մանդատները վերցնելու մասին։ Եթե դա տեղի չունենա եւ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողնի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խիստ ոչ լեգիտիմ որոշումը, ԿԸՀ-ի հետ միասին խլելով մեր ժողովրդի ընտրական իրավունքը, դրանք լեգիտիմացնելը մանդատներ վերցնելով կլինի խիստ կասկածելի եւ անհեռատես քայլ։ Իսկ պայքարը շարունակվում է։